Ժողովուրդ ջան, չգիտեմ կհիշեք թե չէ, որ ասում էի ուզում եմ այս դարակը ավելացնեմ, վերևը դարակ ավելացնեմ եւ մի հատ էլ դարակ ուզում եմ այնտեղ ավելացնեմ։ Ընդհանուր առմամբ 3 դարակ ժողովուրդ ջան։ Այսպես 1 2 3 հատ սովորական դարակ։ Բացի այդ, իրանք ինձ խոստացել էին, որ կահույքի հետ ինձ կտան 2 հատ այս սրանից, որ ես իմ դանակները, պատարագները այստեղ տեղավորեմ, բայց իրականում տվեցին այս մեկը, ու վերջ, ուրիշ ոչ իման չտվեցին։ Ես իհարկե նորից խնդրեցի, ասի կներեք կարող եք իմ այս իրը ինձ տալ, այս 2 հատա տվե այս անգամ, հիմա պատրաստվեք։ Այս ոնց որ նվեր է, ասենց ասեմ, սրա համար չենք վճարել, որտեղ ինքը պետքա տար։ Հիմա 3 հատ դարակի համար, ժողովուրդ ջան, 3 հատ դարակի, պատկերացնեք, չէ, լամինատից։ Գիտեք ինչքան գումար ուզեցին։ 250 եվրո ժողովուրդ։ 250 եվրո ուզեցին 3 հատ դարակի համար։ Իսկ կարելի էր մի հատ կահույք առնել, 250 եվրո, IKEA-ից կարելի էր պահարան առնել ժողովուրդ։ Պատկերացնում եք այս խայտառակությունը։ Հեսա սուրճ կխմեմ, այս տխուր բանը մոռանամ, բայց ես տվեցի, ինչ կարայի անի, ասեց այդքան է, վերջ։ Էդ էլ մեր սխալն է, որ մենք չհետաքրվեցինք, որտեվ ենթադրում ենք, լավ 3 հատ սովորական 30-ը 40-ի դարակ 50-ի, ինչ գին պետք է ունենա, թող լինի 100 եվրո, հա, բայց չէր կարող ներել 250 եվրո ժողովուրդ։ Հիանանք ծաղիկներով, մոռանանք այդ տխուր բանը, ասում եմ, ապարենք այդ տխուր բանը ցրենք։ Հիմա իմնա ժողովուրդ ջան, ես ծաղիկներին կնայեմ, որ այդ տխուր բանը մոռանամ, ու հիմա կդասավորեմ վերջապես իմ խոհանոցը, այլապես մի հատ նայեք, այս իմ դարակի վիճակը։ Այն որ sense դարակ անում, ով ինչ ձեռը ունի, բերումա դնում աստեղ, այս այդ դարակն է։ Դրա համար ես հիմա իրան վերջապես կկազմակերպեմ գեղեցիկ, ընկերներ ջան, եւ հույսով եմ այսքանով, էլ կմոռանամ այդ 250 եվրո, որ տվեցի իմ ձեռքով այդ մարդկանց։ Ընկերներ ջան, բարի լույս, բարի, այդքան էլ բարի չէ, բայց բարի լույս ժողովուրդ ջան, հույսով եմ ձեզ մոտ ամեն ինչ լավ է եւ դուք նման տհաճ միջադեպերի չեք հանդիպի, ձեզ կբերեն կտան 250 եվրո, ոչ թե կվերցնեն ընկերներ ջան։ Այդպիսով, բարի լույս։ Ընկերներ, սկսեմ ես իմ գործունեությունը, դասավորեմ ամեն ինչ իրենց տեղերով, արդեն լվացի, պատրաստեցի, բազմաթիվ էստեղ իրեր ունեմ, ինչպես նկատեցիք, ցանկերներից մեկն է բերել Պրագայից, սպասում եմ նոր տարում, որ կախեմ, այսպես է, ֆորմաներից մեկն է, այսպես, հիմա մաքրեմ։ Ընկերներ, այս մեկ այսպես ընկերներ, այստեղ ուզում եմ տեղավորեմ ունես բոլոր բազմականակ խառնիչներ եւ այլն, ժողովուրդ ջան, որտեղ ահավոր քանակություն ունեմ այս ամենի ես
ընկերներ, Amazon-ից գնել էի սա։ Ինձ ինչով ինքը դուր եկավ, որ իր չափը փոփոխվում է, այսինքն ստեղից բացվում է, ինչքան որ է ձեր դարակը, դուք կարող եք իրան ըստ ձեր, ասենց ասեմ, ցանկության տեղավորեք։ Ինքը ինձ շատ դուր էր գալի դրա համար, ընկերներ ջան։ Փոքրիկների հետ մի հատ փոքրիկ գնումներ արեցինք, եկանք, ուզում եմ ձեզ ցույց տամ ինչ եմ գնել։ Վերցրել ենք այս նախաճաշի համար Kinder-ի խոսում են իրանք իմ հետ իհարկե։ Kinder-ի այս քաղցրավենիքները նախաճաշի համար են իրանք շատ սիրում սա։ Ասում են առողջարար, ինչքանով առողջարար չեմ կարող ասեմ, բայց քիչ է մեջը եւ շաքար եւ տարատեսակ հավելումներ։ Այս մեկը սիրում է մի աղջիկս, այս մեկը սիրում է մյուս աղջիկս։ Արդեն ինչպես տեսնում եք ամեն ինչը նոր տարվա։ Մենք մի կողմ էլի գնեցիք հերած բաներ, որտեղ մեր տանը շատ շուտ է վերջանում։ Վերցրեցի պաստա։ Երկու հատ եմ սրանից իրականում վերցրել, եթե գտնեմ։ Այո, նույնից երկու հատ վերցրեցի։ Այս չգիտեմ ինչա ժողովուրդ ջան, հեսա իրարից կբացենք։ Իմ աղջիկը վերցրեց առանց ինձ հարցնելու։ Հասանք կասա, պարզվեց, որ սա արժի 19 եվրո։ Պատկերացնում եք, չէ՞ ինչ փոքր է։ Չգիտեմ ինչա, որ այս գին ունի, բայց արդեն էլ ոչինչ չասեցի, վերցրեցի։ Վերցրել եմ ռիկոտտա։ Ուզում եմ պատրաստեմ հետաքրքիր բան, 3 հատ եմ վերցրել իրականում, 3 հատ ռիկոտտա եմ վերցրել, ընկերներ։ Դնենք այս կողմ, վերցրել եմ պաննա, որովհետև ուզում եմ սարքեմ հավի կարի, ինձ պետք է այս սոուսը։ Վերցրել եմ վարսակի փաթիլներ, ոնց, այս էլ դնենք ստեղ։ Բնականաբար մեր բրդոտ տիկնոջ ուտելիքը, անցանք առաջ,
մնաց 1 տոպրակ։ Էս ինչ է։ Ձու։ Այսպեսի մեծ քանակությամբ եմ վերցրել, որտեղ շատ շուտ է վերջանում։ Վերցրել եմ ինչպես միշտ pane toscano առատև պատրաստեմ, բրուսկետաներ պատրաստեմ լոբիով։ Եթե հետաքրքիր է կարող եմ ցույց տալ։ Վերջ, սա են իմ գնումները։ Հիմա ես կբերեմ չեկը եւ ձեզ ցույց կտամ, թե ինչքան եմ այս ամեն ինչի համար վճարել։ Ժողովուրդ, վճարել եմ 42 եվրո 30 ցենտ։ Ոչ մի բանը թանկ չի, եթե ուշադիր ելնեք, միայն էսա թանկ, որտեղ էս խմորեղենն աստվածին։ Հետաքրքրության համար պետք է բացեմ, տեսնեմ ինչա, որ այդքան արժի ժողովուրդ, որտեղ սա աննորմալ գին է ստեղի համար։ Այսպիսին էին իմ գնումները ժողովուրդ ջան։ Ուզում եմ այս ոսկուց տորթը բացեմ, հասկանամ ինչի համար այսքան գումար տվեցինք, Գոնե հասկանամ ինչի համար ենք վճարել, մի հատ խնդրում եմ չափը նայ։ Չէ, ես ավելի լավ չիմանամ։ Էս ինչ է ժողովուրդ։ Կակաո է, հա, երևի։ Դուք պատկերացնում եք, չափը նայեք ժողովուրդ, էս իմ ձեռքն է։ Այ չգիտեմ ինչին տվեցինք 18 եվրո, 19։ Երեխաների հետ խանութ գնալ իհարկե բավականին լուրջ է։ Ուրեմն ինչա գրած ժողովուրդ։ 5 ամարո 5 դառը շոկոլադի խառնուրդ է։ Կրիոլ մեքսիկան, ոնց որ Մեքսիկայից մինչև չգիտեմ որտեղ այդ բոլոր շոկոլադների տեսակներն են։ Ուրեմն մեջը օլիո դինոչը պնդուկի ձեթ է, մի փոքրիկ սուրճ։ Չգիտեմ ես ինչա ժողովուրդ ջան։ Գրածա սառնարանում չպահել։ Հետաքրքիր բան է։ Չգիտեմ ինչ էլ վակուում արած տոպրակ է ժողովուրդ, հլսե նայեք։ Ինչ որ յուրահատուկ բան է, գիտեք։ Չգիտեմ ինչ։ Բայց պինդ բան է, սա փաստորեն անունն է տորտ, բայց ինքը տորտ չի ժողովուրդ։ Ես ուղղակի շոկոլադ եմ կարծիքով, գիտեք։ Քանի գրամ էր այս ամեն ինչը, որն է հետաքրքրության համար գրված է, որ կոչվում է տորտա Պիստոկի Ֆատոամանո Ֆիրենցե ձեռքով է պատրաստված հենց Ֆլորենցիայում, ենթադրում սա պետք է իր վրա շաղ տալ կտրելուց հետո, գրած է չպահել սառնարանում եւ իր բաղադրությունն է գրած, ասեմ ձեզ, շատ վատ բաղադրություն չի, բավականին բնական բաներ են մեջը, Մեքսիկոյի կակաոյա մեջը, Էկվադորի, Տանզանիայի, Սաո Տոմե, Վենեցուելա, այդ բոլոր տեղերի կակաոներն է մեջը, ինչով պատրաստած է իր համար արժի այսքան, տորտա կրեմինո այդ 5 չոկոլադե, վերսիոնի դա բանկո։ Այդ է 5 տեսակի շոկոլադից պատրաստված, շոկոլադա մի խոսքով, տորթում քիչ ճիշտ չի երևի ասել, շոկոլադա, որի մեջ կա պնդուկի յուղ, ձեթ, հա, այն չէր այդ տեսակ շոկոլադա։ Կփորձեմ ձեզ կասեմ արժի սրան գումար տալ, թե ոչ ընկերներ ջան։